Պարոն Գերագույն գլխավոր հրամանատար, 4-րդ պաշտպանական շրջանը ձեր այցի կապակցությամբ շարված է։ Պաշտպանական շրջանի հրամանատար գնդապետ Բուդաղյան։ Հայկական բանակի զինվորներին և սպաներին ողջույն! Արցախի Հանրապետության կենտրոնական ուղղության զորամասերից է։ Նախագահ Սարգսյանը նախ զրուցում է զինվորների ու սպաների հետ։ Դասական ինչ կարող եք անում, ինչ խնդիր կարող եք լուծել։ Հայ զինվորի նման զինվոր կամ ծառայում արես բանակում վստահ եմ, որ ամեն ինչ նորմալ է։ Նախագահները, պաշտպանության նախարարներն ու բարձրագույն սպայակազմը հետևում են հետախուզական վաշտի ցուցադրական պարապմունքին։ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը ծաղիկներ են դնում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Նախագահները զորամասի տարածքում նաև բանակային շինությունների բացման հանդիսավոր արարողությանն են ներկա։ Զինծառայողների այս խումբը ժամեր հետո մարտական հերթապահության է մեկնելու։ Անձնակազմը նախապատրաստական վերջին պարապմունքներն է անցկացնում։ Լավագույն արդյունք ցուցաբերածներին խրախուսում են։ Այն գնահատականները, որ ստանում եք, շատ լավ է, բայց ես վստահ եմ, գրեթե համոզված եմ, որ եթե ձեր գիտելիքները, կամքը, հրամանատարի ունակությունները անհրաժեշտ լինեն իրական կյանքում գործադրելու, դուք շատ ավելին եք անելու, քան այն լավ գնահատականը, որ դուք ստացել եք։ Չեմ ուզում թերագնահատել խաղաղ ժամանակներում ստուգումների նշանակությունը, բայց մարտական իրավիճակն ու մարտական իրադրությունը այլ է։ Մենք դրա ականատեսն ենք եղել, վկան ենք եղել, թե մարդիկ ինչպես են միանգամից փոխվում և դառնում ու գրեթե անվարդ մարդիկ, դառնում բառից բուն իմաստով հերոսներ։ Շատ դեպքերում նորմալ մարդիկ իրենք իրենց չեն ճանաչում, բայց դադարում են մարտական գործողությունները, հայրենիքը մնում է պաշտպանված և բոլորս վերադառնում ենք մեր կյանքին, միշտ հաշվի առնելով, որ կարող է գա նույն պահը։ Այստեղ էլ ասեմ, որ ես վստահ եմ, որ դրա անհրաժեշտությունը չի լինելու, բայց որպեսզի այդ անհրաժեշտությունը բացառենք, մենք իրոք պատրաստ պետք է լինենք սխրագործության։ Սա արդեն հարավային ուղղությամբ տեղակայված զորամաս է։ Այստեղ բացվում է շտաբի նորակառույց մասնաշենքը բոլոր հարմարություններով։ Նախագահները հետևում են անձնակազմի արգելագոտու հաղթահարման վարժանքներին։ Արկադի Գրիգորյան, ժամը լրատվական։